Մայրաքաղաքում եւ մարզերում բարեկային ծառայության իրականացրած միջոցառումների արդյունքում արձանագրվել է ճանապարհային երթևեկության կանոնների 19452 խախտում։ Պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 449 տրանսպորտային միջոց, հայտնաբերվել է 416 ոչ սթափ վարորդ, 688 անձ առանց վարորդական իրավունքի վկայականի։ Ընդհանուր առմամբ տարբեր խախտումներով եւ կասկածանքով համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 127 քաղաքացի։ Հանրապետությունում բացահայտվել 725 հանցագործություն, այդ թվում 192 առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու դեպք, թմրանյութի հայտնաբերման 89, ֆիզիկական ներգործության 61, խարդախության 48, մարմնական վնասվածք պատճառելու 46, հոգեկան ներգործության 40, անձնական ունեցվածքի գողության 24, ինչպես նաև մի շարք այլ հանցագործություններ։ Նախկինում կատարված 33 հանցագործություն եւս բացահայտվել է, հայտնաբերվել է 46 հետախուզվող, 4 անհետ կորած, արձանագրվել է զենք զինամթերքը կամավոր հանձնելու 11 դեպք, 7 օրում գրանցված 91 ավտովթարի հետևանքով զոհվել է 7 մարդ, վնասվածք ստացել 131-ը։ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում շաբաթվա ընթացքում գրանցվել է 431 դեպք, 143-ը արտակարգ, մասնավորապես հրդեհի 82, հրդեհի ծագման սպառնալիքի 35, ճանապարհատրանսպորտային պատահարի 56, կենցաղային կանչի 160 եւ այլ դեպքեր։ Եղանակային պայմաններով եւ այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 11 դեպք։ Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 19 քաղաքացու։ Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 7 մարդ։ Երիտասարդի պայուսակում հայտնաբերվել են մարիխուանայով փաթեթներ ու ատրճանակ։ Մայրաքաղաքի պարեկների բացահայտումը։ Հոկտեմբերի 18-ին ժամը 10-ի սահմաններում Մայրաքաղաքի Տիգրան Մեծի պողոտայում մայրաքաղաքի պարեկները նկատել են BMW Մագնիշի մի ավտոմեքենա, որի վարորդը ըստ օպերատիվ տեղեկության զբաղվում էր տեղադրելու միջոցով թմրանյութի իրացմամբ։ Սահմանված կարգով պարեկները կանգնեցրել են ավտոմեքենան, սակայն վարորդը չի ենթարկվել ու դիմել է փախուստի։ Արցախի պողոտայում BMW-ն ինքնավթարի է ենթարկվել։ Վարորդը դուրս է եկել մեքենայից, իր մոտ եղած պայուսակը նետել մոտակա այգին ու փորձել փախչել, սակայն դա էլ չի հաջողվել։ Վարորդը ձերբակալվել ու տեղափոխվել է համայնքային ոստիկանության Էրեբունու բաժին։ Պարզվել է, որ նա Գեղարքունիքի մարզի Լուսակոն գյուղի բնակիչ է, 26 տարեկան։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել են Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նույն օրը քրեական վարույթի շրջանակում կատարվել է դեպքի վայրի զննություն։ Երիտասարդի նետած պայուսակում հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգվածով 35 փաթեթ, ընդհանուր մոտ 57 գրամ քաշով։ Պայուսակում կար նաեւ 3 փամփուշտով լիցքավորված ատրճանակ ու եւս 7 փամփուշտ պահունակի գրպանիկում։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Երևանի քրեական ոստիկանները բացահայտեցին ավազակություն, 7 անձ ձերբակալվել է։ Հոկտեմբերի 10-ին ժամը 4:40-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել է ահազանգ, որ Երևանի Քեռու փողոցում գտնվող հյուրանոցում, որտեղ վարձակալական հիմունքներով բնակվում են օտարերկրյա քաղաքացիներ, դիմակավորված անձինք են մուտք գործել տարբեր սենյակներ։ Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը շտաբ մեկնել էր Քեռու փողոց։ Պարզեցին, որ ժամը 4:20-ի սահմաններում անհայտ անձինք ոստիկանության համազգեստով եւ դիմակներով մուտք են գործել հյուրանոցի տարբեր սենյակներ, որտեղ զենքի սպառնալիքով կապվել են այդտեղ գտնվող անձանցից ոմանց եւ նրանցից հափշտակել գումար ու բջջային հեռախոսներ, որից հետո դիմել են փախուստի։ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ բնակարան ապօրինի մուտք գործելով ավազակության հատկանիշներով։ Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի աշխատակիցները դեպքի վայրին հարակից տարածքում հայտնաբերեցին բջջային 4 հեռախոս, պնևմատիկ ատրճանակ, դիմակներ ու ձեռնոցներ։ Ենթադրեցին, որ հանցանք կատարած անձինք փախուստի ճանապարհին դիտավորությամբ նետել են դիմակները եւ ձեռնոցները, իսկ հափշտակված հեռախոսների մի մասը եւ նրանց մոտ արկա զենքը իրենց կամքից անկախ հանգամանքներում վայր են գցել, քանի որ հեռանալու ճանապարհը անցնում էր կտրուկ վայրեջքով։ Օպերատիվ հետախուզական հետագա միջոցառումները ձեռնարկվեցին քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների հետ։ Պարզվեց, որ ավազակությունը կատարած 9 տղամարդկանցից մեկը Մայրաքաղաքի Ֆրիկի փողոցի բնակիչ է, 41 տարեկան, իսկ մյուսները օտարերկրացիներ։
Հետագա համատեղ միջոցառման շնորհիվ հոկտեմբերի 10-ի երեկոյան երևանցին հայտնաբերվեց ու ձերբակալվեց։ Հաջորդ օրն առավոտյան ձերբակալվեցին նաև 38-ամյա հասակակից օտարերկրացիներ։ Հանցանք կատարած մյուս անձանց հայտնաբերելու նպատակով համագործակցեցին քրեական ոստիկանության գլխավոր վարչության Սյունիքի մարզային վարչության ծառայողների հետ, ինչի արդյունքում հոկտեմբերի 11-ին 6:30-ի սահմաններում հանցանք կատարած անձանցից 4-ը հայտնաբերվեցին Մեղրիի անցակետում, ինչպես նաև դեռևս շարունակում են միջոցառումները հանցանք կատարած մյուս 2 անձանց հայտնաբերելու ուղղությամբ։ Ձերբակալվածները ներկայացվել են նախաքննական մարմին, նրանց խոզարկությամբ հայտնաբերվել են գողոն հանդիսացող իրեր, պլանշետներ, բջջային հեռախոսներ եւ գումար։ Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Լոռու մարզի քրեական ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել։ Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ 4 տղամարդ, մեկը Երևանի, 3-ը Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բնակիչ, Վանաձորում վարձակալաստանն ապօրինի պահում են թմրանյութ եւ պատրաստվում են այն օգտագործել։ Հոկտեմբերի 13-ից 3-ը իրավապահները մեկնեցին Վանաձորի Թումանյան փողոցի բնակարան։ Տղամարդիկ չժխտեցին, որ տանը կա մեթադոն տեսակի թմրանյութ, ինչը ձեռք են բերել Telegram հավելվածի միջոցով անձնական օգտագործման համար։ Տունը վերցվեց հսկողության տակ, իսկ տղամարդիկ ձերբակալվեցին ու ներկայացվեցին վարչություն։ Նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ բնակարանում հայտնաբերվեց արդեն օգտագործման համար պատրաստ տեղնականաչավուն 2 գրամ հեղուկով ներարկիչ, իսկ սառնարանում մեթադոն։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։